Գիտեք, թե ինչն է ինձ ամենաշատը զարմացնում որպես բժիշկ իմ 25-ամյա աշխատանքային գործունեության ընթացքում։ Մարդիկ գալիս են ինձ մոտ արդեն զարգացած երկրորդ տիպի շաքարային դիաբետով եւ ասում. «Բժիշկ, սա ինձ համար ամպրոպ էր պարզ երկնքում»։ Իսկ ես բացում եմ նրանց բժշկական քարտը եւ տեսնում, որ մարմինը աղաղակել է խնդրի մասին վերջին 3 կամ նույնիսկ 5 տարիների ընթացքում։ Պարզապես ոչ ոք չի լսել։ Այսօր ես ձեզ կպատմեմ 9 վաղ նշանների մասին, որոնք ձեր օրգանիզմն ուղարկում է շատ ավելի վաղ, քան արյան անալիզը ցույց կտա 7-ից բարձր թվեր։ Իսկ տեսանյութի վերջում կխոսեմ հատուկ 10-րդ ախտանիշի մասին, որը ես անվանում եմ լուռ մարդասպան, քանի որ այն ընդհանրապես չեն զգում, բայց այն արդեն քայքայում է ձեր անոթները։ Անպայման դիտեք մինչև 13-րդ րոպեն։ Ես Գայանե Արմենի Հարությունյանն եմ։ Ես պրակտիկ բժիշկ եմ եւ 4-րդ դարի ընթացքում ես տեսել եմ, թե ինչպես է դիաբետը տարեցների հիվանդությունից վերածվել 40-ամյա մարդկանց համաճարակի։ Բայց ահա թե ինչն է կարևոր։ Ի տարբերություն շատ հիվանդությունների, երկրորդ տիպի դիաբետը կարելի է ոչ միայն արգելակել, այլև ետ շրջել վաղ փուլում, բայց միայն այն դեպքում, եթե ժամանակին բռնացնեք այն։ Իսկ դրա համար պետք է իմանալ, թե ինչին ուշադրություն դարձնել։ Այսպիսով, առաջին ախտանիշը, եւ այն այնքան ոչ ակնհայտ է, որ այն բաց են թողնում նույնիսկ իմ թերապևտ գործընկերները, դուք սկսել եք գիշերն արթնանալ զուգարան գնալու համար, ընդ որում ոչ թե մեկ անգամ, այլ 2-3, եւ ոչ այն պատճառով, որ քնելուց առաջ շատ ջուր եք սումել։ Նախկինում նման բան չկար, իսկ հիմա դա դարձել է գրեթե նորմա։ Դուք դա վերագրում եք տարիքին։ Տղամարդիկ շագանակ ագեղձին, կանայք թույլ միզապարկին, իսկ իրականում ձեր երիկամներն արդեն աշխատում են գերծանրաբեռնված, փորձելով դուրս բերել ավելորդ գլուկոզան արյունից։ Հասկանում եք, շաքարն արյան մեջ պարզապես թիվ չէ անալիզի թղթի վրա։ Երբ այն դառնում է նորմայից շատ, երիկամները միացնում են արտակարգ ֆիլտրման ռեժիմը։ Նրանք բառացիորեն փորձում են լվանալ ավելցուկը մեզի միջոցով։ Ահա թե ինչու է առաջանում հաճախակի միզարձակում։ Եվ դա տեղի ունենում 1-2 տարի առաջ այն բանից, երբ քաղցած վիճակի անալիզը ցույց կտա նախադիաբետ։ Ձեր մարմինն արդեն պայքարում է։ Պարզապես գլուկոզան արյան մեջ առայժմ բարձրանում է ոչ թե առավոտյան, քաղցած վիճակում, այլ ուտելուց հետո, երբ դուք անալիզներ չեք անձնում։ Ես հիշում եմ մի պացիենտի, Միքայել Պետրոսին, 53 տարեկան շինարար, եկել էր հոգնածության գանգատով։ Զրույցի ընթացքում թռուցիկ նշեց, որ վերջին կես տարին գիշերը 3 անգամ վեր է կենում զուգարան գնալու։ Ես անմիջապես գոնացա ուղարկեցի գլիկացված հեմոգլոբինի ստուգման, 3 ամսվա միջին գլյուկոզայի ցուցանիշը։ Եվ այստեղ արդեն 5.8 էր, նախադիաբետ, հիվանդության շեմին։ Իսկ սովորական քաղցած վիճակի անալիզը ցույց էր տալիս 5.9, ֆորմալ առումով նորմա։ Տեսնում եք, որքան հեշտ է բաց թողնել։ Երկրորդ նշանը կապված է առաջինի հետ՝ անընդհատ ծարավին զգացում։ Բայց ոչ այն ծարավը, երբ դուք աղի բան եք կերել կամ մարզվել եք, այլ ինչ որ կպչուն ծարավ, երբ կարող եք երեկոյան խմել 2 լիտր ջուր եւ միևնույն է, էլի եք ուզում։ Բերանը չոր է, շրթունքները ճակճկում են, լեզուն կարծես հղկաթուխ լինի։ Սա ուղղակի հետևանք է այն բանի, որ երիկամները դուրս են բերում մեծ քանակությամբ հեղուկ, փորձելով հաղթահարել շաքարը։ Օրգանիզմը ջրազրկվում է եւ պահանջում է լրացնել կորուստները։ Ստացվում է փակ շրջան։ Խմում եք ավելի շատ, մյուզում եք ավելի շատ, խմում եք էլ ավելի շատ։ Եվ շատ մարդիկ տարիներով ապրում են ջրի շիշը ձեռքին, համարելով դա առողջ սովորություն։ Իսկ դա կարող է լինել առաջին ահազանգը։ Իմ պացիենտներից մեկը, անվանենք նրան Լուսինե, պատմում էր, որ իր հետ 1.5 լիտրանոց շիշ էր տանում ամենուր՝ մեքենայում, աշխատավայրում, նույնիսկ կինոյում։ Գործընկերները կատակում էին. «Դու ինչ է, ուխտ ես, որ այդքան խմում ես»։ Նա հպարտանում էր, թե հոգ եմ տանում առողջությանս մասին, ջուր եմ խմում։ Իսկ երբ սկսեցինք զբաղվել նրա մշտական գլխացավերով, պարզվեց, որ շաքարի մակարդակը ուտելուց հետո թռնում էր մինչև 11, մինչև 7.8 նորմայի դեպքում։ Մարմինը 2 տարի շարունակ ծարավով աղաղակել է այդ մասին, բայց նա չի լսել։ Այժմ երրորդ ախտանիշը եւ այն նենգ է, որովհետեւ նման է սովորական ծլությանը կամ տարիքային փոփոխության։ Դուք սկսել եք օրվա կեսին անտանելի հոգնածություն զգալ,
Ընդ որում դա այն հոգնածությունը չէ ծանր աշխատանքից հետո, եւ դուք ուժասպառ եղել եւ հանգստի եք արժանի։ Ոչ, դուք պարզապես նստած էիք համակարգչի դիմաց կամ կատարում էիք սովորական տնային գործեր։ Եվ օրվա ժամը 2-3-ին ես վրա այնպիսի թուլություն է իջնում, որ ուզում եք պարկել եւ անջատվել։ Գիտեք թե ինչումն է բանը։ Ձեր բջիջները բառացիորեն սոված են։ Այո, բարձր շաքարի դեպքում բջիջները սոված են մնում։ Պարադոքսալ է հնչում, բայց արյան մեջ գլյուկոզան լիքն է, իսկ բջիջների ներս այն չի ընկնում, որովհետև ինսուլինը դադարել է արդյունավետ աշխատել։ Սա կոչվում է ինսուլինակայանություն, ինսուլինորեզիստենտություն։ Սա երկրորդ տիպի դիաբետի գլխավոր պատճառն է։ Ինսուլին կա, գլյուկոզա կա, իսկ բջիջները էներգիա չեն ստանում։ Ահա դուք եւ հոգնում եք։ Եվ ամենաստորը, այս հոգնածությունը հստակ կապ ունի սննդի հետ, բայց ոչ այն կապը, որի մասին դուք մտածում եք։ Ճաշից հետո, հատկապես եթե ածխաջրեր եք կերել, մակարոն, հաց, կարտոֆիլ, քաղցրավենիք։ 30-40 րոպե անց վրա է տալիս քնկոտությունը։ Աչքերը փակվում են, գլուխը ծանրանում է։ Դա նշանակում է, որ արյան մեջ շաքարը կտրուկ թռել է։ Ենթաստամոքսային գեղձը մեծ քանակությամբ ինսուլին է արտազատել, բայց բջիջները միևնույն է։ Անտեսում են այն։ Էներգետիկ փոս։ 4-րդ նշանը։ Մաշկային փոփոխություններ, որոնք հաճախ վերագրում են տարիքին կամ վատ կոսմետիկային։ Սկսվում է քոր, հատկապես կանանց մոտ կրծքի տակի, ծալքերում, աճուկային հատվածում, ոտքի մատերի արանքում։ Մաշկը դառնում է չոր, թեփոտվում է։ Կարող են հայտնվել մուգ բծեր պարանոցի վրա հետևի մասում, թևատակերում, աճուկային ծալքերում։ Սա կոչվում է սևականտոզ։ Տեսքից նման է կեղտոտ մաշկի, որը հնարավոր չէ լվանալ։ Սևականտոզը ինսուլինակայանության ուղղակի տեսողական մարկերն է։ Ինսուլինի ավելցուկը արյան մեջ խթանում է մաշկի բջիջներին ավելի ակտիվ կիսվել եւ արտադրել ավելի շատ մելանին։ Եթե դուք տեսնում եք ձեր կամ ձեր մերձավորների մոտ մաշկի այս մուգ, թավշյա հատվածները ծալքերում, դա առիթ է անհապաղ ստուգելու գլյուկոզայի եւ ինսուլինի մակարդակը, քաղցած վիճակում։ Քորն առաջանում է, որովհետև բարձր շաքարը իդեալական միջավայր է սնկերի եւ բակտերիաների համար։ Գումարած այն վնասում է մաշկի մանր նյարդային վերջույթները, առաջացնելով գրգռվածություն։ Ես տեսել եմ մարդկանց, ովքեր տարիներով բուժել են ալերգիան հակահիստամինային դեղամիջոցներով, փոխել են լվացքի փոշիները, գնել են թանկարժեք քսուկներ, իսկ պետք է պարզապես ստուգել շաքարը։ 5-րդ ախտանիշը վերաբերում է տեսողությանը։ Եվ ահա այստեղ մարդիկ առանձնապես վախենում են։ Դուք նկատում եք, որ պարբերաբար պատկերը աչքերի առաջ դառնում է աղոտ, կարծես ուրիշի ակնոց եք դրել, կամ աչքերի մեջ մառախուղ ընկել։ Դա տևում է մի քանի ժամ, հետո ինքն իրեն անցնում է։ Եվ դուք հանգստանում եք, նշանակում է սարսափելի չէ, քանի որ անցավ, բայց դա շատ սարսափելի է։ Բարձր շաքարը փոխում է ակնագնդի ներսում հեղուկի խտությունը, ոսպնյակը այտուցվում է, լույսի բեկումը խախտվում է, տեսողությունը լողում է։ Երբ շաքարը ընկնում է, ամեն ինչ վերականգնվում է։ Սրանք ֆլուկտուացիաներ են, տատանումներ։ Եվ եթե դուք նկատել եք նման բան գոնե 1-2 անգամ, դա երկաթյա առիթ է ստուգման համար։ Դիաբետը աշխարհում կուրության գլխավոր պատճառներից մեկն է։ Այն քայքայում է ցանցատաղանթի անոթները, եւ դա տեղի է ունենում աննկատ, առանց ցավի, քանի դեռ ուշ չէ։ Ուստի տեսողության հետ կապված ցանկացած տարօրինակություն այս ցուցակի մյուս ախտանիշների ֆոնին կարմիր դրոշակ է։ 6-րդ նշանը հատկապես արդիական է տղամարդկանց համար, թեև կանայք նույնպես տառապում են։ Լիբիդոյի նվազում եւ էրեկցիայի հետ կապված խնդիրներ, ընդ որում ոչ թե կտրուկ, այլ աստիճանական։ 1 տարի առաջ ամեն ինչ գերազանց էր, հիմա ոչ այնքան։ 1 տարի անց բոլորովին վատ, եւ տղամարդիկ գնում են ոչ թե էնդոկրինոլոգի մոտ, այլ ուրոլոգի։ Գնում են վիագրա, մտածում են ստրես է, տարիք, շագանակագեղձ, իսկ իրականում բարձր շաքարը վնասում է անոթներն ու նյարդերը, որոնք պատասխանատու են էրեկցիայի համար։ Գումարած ցածր էներգիա բջիջներում, ցածր լիբիդո, սա ուղիղ կապ է, եւ եթե սկսեք վերահսկել գլյուկոզան վաղ փուլում, ֆունկցիան հաճախ ամբողջությամբ վերականգնվում է, բայց եթե բարձի թողի անեք, փոփոխությունները դառնում են անդառնալի։ Ինձ մոտ մի պացիենտ կար 48 տարեկան, հաջողակ գործարար, եկել էր էրեկտիլ դիսֆունկցիայի գանգատով։
Արդեն կես տարի խմում էր դեղամիջոցներ, վատ էր օգնում։ Զրույցի ընթացքում պարզվեց՝ ծարավ, գիշերային այցելություններ զուգարան, հոգնածություն, այս ամենը նա վերագրում էր աշխատանքային ծանրաբեռնվածությանը։ Ստուգեցինք շաքարը 6.4 քաղցած վիճակում։ Գլիկացված հեմոգլոբինը 6.2, նախադիաբետ։ Մենք շտկեցինք սննդակարգը, ավելացրինք ֆիզիկական ակտիվություն, 4 ամիս անց շաքարը կարգավորվեց եւ պոտենցիան վերականգնվեց առանց դեղահաբերի։ Նա շոկի մեջ էր, որ խնդիրը ոչ գլխի մեջ էր, ոչ էլ շագանակագեղձի։ 7-րդ ախտանիշը՝ վերքերի եւ քերծվածքների դանդաղ ապակինում։ Դուք կտրել եք մատը խոհանոցում, սովորաբար 3-4 օրում լավանում է, իսկ այստեղ 1 շաբաթ թաց է մնում։ Կամ մոծակն է կծել, քոր է գալիս 2 շաբաթ, այլ ոչ թե 2 օր։ Ծնկի քերծվածքը չի անցնում 1 ամիս։ Բարձր շաքարը խաթարում է իմունային բջիջների աշխատանքը եւ դանդաղեցնում մաշկի բջիջների կիսվելը։ Գումարած վնասում է մանր անոթները, որոնք թքվածին եւ սննդարար նյութեր են հասցնում վերքին։ Ահա եւ ստացվում է, որ պարզ քերծվածքը լավանում է 3 անգամ ավելի երկար, իսկ եթե միանում է ինֆեկցիա, կարող է սկսվել լուրջ բորբոքում։ Սա հատկապես վտանգավոր է ոտքերի համար։ Դիաբետիկ ոտնաթաթը սարսափելի բարդություն է, որը սկսվում է հենց այդպես։ Կոշիկից առաջացած փոքրիկ հարուկը չի լավանում, բորբոքվում է, խորանում է եւ բարձիթողի դեպքերում կարող է հասնել ամպուտացիայի։ Ուստի եթե նկատել եք, որ վերքերը սկսել են ավելի դանդաղ լավանալ, մի անտեսեք։ 8-րդ նշանը՝ ծակծկոց կամ թմրածություն ձեռքերի եւ ոտքերի մատներում։ Հատկապես գիշերները կամ երկար նստելուց հետո կարծես տրորել եք վերջույթը, մրջուններ են վազվզում, կամ այրոց ոտնաթաթերում, երբ պարկում եք քնելու։ Ստիպված եք լինում ոտքերը հանել վերմակի տակից, որպեսզի սառեցնեք։ Սա սկսվող դիաբետիկ նեյրոպաթիա է, ծայրամասային նյարդայինների ախտահարում։ Բարձր գլյուկոզան թունավոր է նյարդային թելիկների համար։ Սկզբում դրանք գրգռվում են, առաջանում է ծակծկոց, այրոց, հետո սկսում են մահանալ, առաջանում է թմրածություն, զգայունության կորուստ, մարդը կարող է կանգնել մեխի վրա եւ չզգալ, այրվել եւ չնկատել։ Եվ ահա թե ինչն է կարևոր։ Վաղ փուլում սա դարձելի է։ Եթե կարգավորեք շաքարը, նյարդերը կարող են վերականգնվել, բայց եթե բարձիթողի անեք, վնասվածքները դառնում են մշտական։ Ես տեսել եմ մարդկանց, ովքեր տարիներով ապրում են ոտքերի ցաղերով, բուրերով, ցավազրկողներ են խմում, իսկ պետք էր պարզապես ստուգել գլյուկոզան եւ սկսել բուժումը։ 9-րդ ախտանիշը, որի մասին ընդունված չէ բարձրաձայն խոսել, բայց այն հանդիպում է շատ հաճախ, կրկնվող սնկային եւ բակտերիալ ինֆեկցիաներ, կանանց մոտ քրոնիկ կաթնասնկախտ, մալոչնիցը, որը վերադառնում է ամեն ամիս, չնայած բուժմանը, տղամարդկանց մոտ ոտնաթաթի սունկ, որը ոչ մի կերպ չի անցնում, լնդերի բորբոքում, որը մերթ հանդարտվում է, մերթ սրվում։ Գլյուկոզան սննդարար միջավայր է մանրեների համար, երբ այն շատ է արյան մեջ, հյուսվածքներում, լորձաթաղանթների վրա, բակտերիաները եւ սնկերը բազմանում են ավելի ակտիվ։ Գումարած, թուլացած իմունիտետը չի կարողանում դրանց հաղթահարել։ Եվ դուք բուժվում եք հակաբիոտիկներով, հակասնկային դեղամիջոցներով, իսկ 1 ամիս անց ամեն ինչ վերադառնում է, որովհետև վերացված չէ գլխավոր պատճառը՝ բարձր շաքարը։ Ես հիշում եմ մի կնոջ, Տաթևիկին, 50 տարեկան։ Նա տանջվում էր քրոնիկ կաթնասնկախտով 3 տարի։ Փորձել էր բոլոր դեղամիջոցները, նույնիսկ հանձնել էր սնկի զգայունության անալիզ դեղերի նկատմամբ։ Օգնում էր 2-3 շաբաթով, հետո նորից սրացում։ Գինեկոլոգը ուղարկեց ինձ մոտ եւ ես տեսա դասական պատկեր՝ ծարավ, գիշերային միզարձակումներ, հոգնածություն, գլիկացված հեմոգլոբինը 6.5։ Մենք սկսեցինք աշխատել սննդակարգի հետ, ավելացրինք ֆիզիկական ակտիվություն։ Շաքարը կարգավորվեց եւ կաթնասնկախտը անհետացավ ինքն իրեն, առանց բուժման։ Անցել է 2 տարի, ոչ մի կրկնություն։ Իսկ այժմ 10-րդ ախտանիշը, ամենանենգը, այն նույն լուր մարդասպանը, որի մասին ես խոստացել էի պատմել։ Դա ախտանիշների բացակայությունն է։ Այո, դուք չսխալվեցիք։ Նախադիաբետով եւ վաղ դիաբետով մարդկանց մեծամասնությունը ընդհանրապես ոչինչ չի զգում։ Օրգանիզմը փոխհատուցում է, հարմարվում է, համբերում է։ Դուք վարում եք սովորական կյանք, իսկ այդ ընթացքում բարձր գլյուկոզան դանդաղորեն քայքայում է երիկամների, աչքերի, սրտի, ոտքերի, ուղեղի անոթները։ Հենց այդ պատճառով էլ այդքան կարևոր է չսպասել ախտանիշներին, այլ պարբերաբար ստուգվել, հատկապես եթե դուք ունեք ռիսկի գործոններ, ավելորդ քաշ, քիչ շարժուն ապրելակերպ, ժառանգականություն, 40-ից բարձր տարիք, նորմայից բարձր ճնշում, բարձր խոլեստերոլ։
Արյան գլուկոզայի անալիզը քաղցած վիճակում մինիմումն է, բայց այն չի ցույց տալիս ամբողջ պատկերը։ Շատ ավելի ինֆորմատիվ է գլիկացված հեմոգլոբինը, այն արտացոլում է շաքարի միջին մակարդակը վերջին 3 ամսվա ընթացքում, նորման մինչև 5.6, 5.7-ից մինչև 6.4 նախադիաբետ, 6.5-ից բարձր դիաբետ։ Եվ ահա թե ինչ եմ ուզում, որ դուք հասկանաք։ Երկրորդ տիպի դիաբետը դատավճիռ չէ եւ ոչ էլ գենետիկ անխուսափելիություն։ Այո, կա նախատրամանրություն, բայց այն իրագործվում է միայն որոշակի ապրելակերպի դեպքում։ Սա քաղաքակրթության հիվանդություն է, ավելցուքի, կալորիաների, ռաֆինացված ածխաջրերի ավելցուքի, նստակյաց ապրելակերպի եւ նախադիաբետի փուլում, իսկ հաճախ նաեւ դիաբետի վաղ փուլում ամեն ինչ կարելի է հետ շրջել առանց դեղերի, միայն սննդակարգի փոփոխությամբ եւ շարժում ավելացնելով։ Ես տեսել եմ տասնյակ մարդկանց, ովքեր կարգավորել են շաքարը, նվազեցրել են քաշը, հանել են դեղամիջոցները, բայց բանալին ժամանակին բռնացնելն է։ Ինչ անել, եթե դուք ճանաչեցիք ձեզ այս ցուցակի գոնե 3-4 ախտանիշներում։ Առաջինը խուճապի չմատնվել։ Խուճապը չի բուժում, այն միայն խանգարում է։ Երկրորդ, գրանցվել բժշկի մոտ եւ հանձնել անալիզներ։ Գլուկոզը քաղցած վիճակում, գլիկացված հեմոգլոբին, ինսուլին քաղցած վիճակում։ Կարելի է ավելացնել գլուկոզոտոլերանտության թեստ, եթե կան կասկածներ։ Երրորդ, սկսել վարել օրագիր։ Գրի առեք, ինչ եք ուտում, երբ եք հոգնում, ինչպես եք քնում, երբ եք գնում զուգարան։ Դա բժշկին կտա արժեքավոր տեղեկատվություն եւ ձեզ էլ պարզ կդառնա, թե հատկապես ինչն է հրահրում վատթարացումը։ Չորրորդ, մի սպասեք իդեալական պահի ապրելակերպը փոխելու համար։ Իդեալական պահը հիմա է, ոչ թե երկուշաբթի օրվանից, ոչ թե նոր տարուց, այլ հենց այսօր։ Սկսեք փոքրից։ Հրաժարվեք քաղցր ըմպելիքներից։ Փոխարինեք սպիտակ հացը ամբողջահատիկով, ավելացրեք 15 րոպե քայլ կընթրիքից հետո։ Փոքր քայլերը ավելի լավ են աշխատում, քան գրանձիոզ պլանները, որոնք լքվում են 1 շաբաթ անց։ Եվ եւս մեկ պահ, որը ես համարում եմ չափազանց կարևոր։ Եթե դուք ունեք երեխաներ, հատկապես դեռահասներ, նայեք նրանց ապրելակերպին։ Երկրորդ տիպի դիաբետը սրընթաց երիտասարդանում է։ Այն, ինչ 20 տարի առաջ ախտորոշում էին միայն 50-անց մարականց մոտ, հիմա հանդիպում է 20-ամյա երիտասարդների մոտ։ Մեր երեխաները մեծանում են շաքանի գերավելցուկի եւ շարժման դեֆիցիտի աշխարհում։ Եթե դուք փոխեք ձեր ապրելակերպը, դուք ավտոմատ կերպով կփոխեք նաեւ նրանցը։ Դա կլինի լավագույն նվերը, որը կարող եք տալ ձեր ընտանիքին։ Գիտեք, թե ինչն է ինձ ոգեշնչում բժշկի աշխատանքում։ Տեսնել, թե ինչպես է մարդը, որը եկել էր հոգնած, տանջված, ախտանիշների փնջով, կես տարի անց վերածվում է եռանդուն, առողջ, երջանիկ մարդու։ Եվ դա հրաշք չէ, կախարդական հապ չէ։ Դա արդյունք է այն բանի ըմբռնուման, թե ինչ է կատարվում մարմնի հետ եւ հետեւողական գործողությունների։ Ձեր մարմինը թշնամի չէ, այն չի դավաճանում ձեզ խափանում տալով։ Այն ազգանշաններ է ուղարկում, փորձում է նախազգուշացնել. «Հեյ, ինձ համար ծանր է, արի ինչ-որ բան փոխենք»։ Եվ այս 9 ախտանիշները պատիժ չեն, այլ հնարավորություն։ Հնարավորություն բռնելու խնդիրը ափին, քանի դեռ այն չդարձել ձնահյուս։ Ես 25 տարի դիտարկում եմ միևնույն օրինաչափությունը։ Մարդիկ, ովքեր լսում են իրենց մարմնին եւ գործում են կանխարգելիչ կերպով, ապրում են ավելի երկար, ավելի առողջ եւ ավելի երջանիկ։ Իսկ նրանք, ովքեր անտեսում են ազդանշանները հուսալով, որ ինքն իրեն կանցնի, արդյունքում հայտնվում են ինձ մոտ բարձի թողի դեպքերով, երբ արդեն պետք են ուժեղ դեղամիջոցներ եւ պայքարը գնում է ոչ թե կյանքի որակի համար, այլ հենց կյանքի համար։ Դուք ունեք ընտրություն, եւ ես անկեղծորեն հուսով եմ, որ այս տեսանյութը կօգնի ձեզ կատարել ճիշտ ընտրություն։ Եթե դուք ճանաչեցիք ձեզ գոնե մեկ ախտանիշում, մի հետաձգեք։ Գնացեք բժշկի, հանձնեք անալիզներ, սկսեք զբաղվել։ Դա շատ ժամանակ չի խլի, բայց կարող է ավելացնել ձեզ առողջ կյանքի տասնամյակներ։ Գրեք մեկնաբանություններում, բախվել եք արդյոք այս ախտանիշներից որևէ մեկին։ Գուցե դուք արդեն անցել եք նախադիաբետից դեպի նորմա ճանապարհը։ Կիսվեք ձեր փորձով։ Դա կարող է փրկել ինչ-որ մեկի առողջությունը։ Եթե տեսանյութը օգտակար էր, դրեք լայք։ Դա կօգնի ալգորիթմներին ցույց տալ այն նրանց, ում դա իսկապես պետք է հիմա։ Բաժանորդագրվեք ալիքին։ Առջևում դեռ շատ կարևոր թեմաներ կան առողջության մասին, առանց խուճապի եւ միֆերի։ Միայն ստուգված տեղեկատվություն պրակտիկ բժշկից։ Հաջորդ տեսանյութում ես կպատմեմ, թե ինչպես ճիշտ կազմել սննդակարգը դիաբետի կանխարգելման համար,
որ մթերքներն են իրականում իջեցնում շաքարը, իսկ որոնք են միայն ձևանում օգտակար։ Դա կլինի պրակտիկ ուղեցույց կոնկրետ ցուցակներով եւ մենյուի օրինակներով։ Բաց մի թողեք։ Պահպանեք ձեզ, լսեք ձեր մարմնին եւ հիշեք, կանխարգելումը միշտ ավելի պարզ, էժան եւ արդյունավետ, քան բուժումը։